Թալանչի են ասում նախկիններին։ Ձեր տպավորությամբ հիմա ովքեր են իրական թալանչիները։ Իրան չափ հեչ մեկը չի թալանել։ Հիմա թալանչի համակարգը թալանող է, էլի։ Եթե մեկը իր հետ համակարգիչ չի, աշխատանքից հեռացնում է, ասենք արդարություն չկա ստե։ Ամեն ինչը թանկ, կրակ, ես չի մուծումները, գույկահարկերը, սա փոշակով ապրող մարդուն շատ դժվար։ Բարոյական իշխանությունը պետք է թույլ չտա այդ չափի։ Ես ոչ թե դեմ եմ պարգևավճարներին, այլ պարգևավճարների այդ սահմանների, չափերին։ Եթե մարդը աշխատել է արժանի պարգևավճարի, թող ստանա, բայց ոչ թե միլիոններով, ինչ են արել, որ միլիոններով պարգևավճար։ Քնած եկել ազգային ժողով, քնած էլ գնաց։ Թալանել իրանք եկան, հեչ բան չունեին, բայց մի ամենը տեսնիկով ամեն ինչ ունին, ամեն ինչով մենակ ոչ թե իրանք ունին, իրանք լրիվ ազգ իրաններին, իրանք մտերիմներին քաշել են լրիվ բարձր պաշտոնների գործերի, դաժե ասենք ով էլ չտիրապետե իր պաշտոնին դեղ նստած են իր ազգային ժողովում լրիվ նախարարներ կամ չգիտեմ լրիվ իր այդ կոլեկցիան չգիտեմ ինչի կոլեկցիա է կապան հավաքած իրանք թալանով անցել են լավ էլ ու կուզեն էլի շարունակաբար թալանել ասենք մեկ քիչ որ իրանք ստեղ աշկ խապեն ցուցադրեն թե գործերները բայց մնացածը 100%-ի 99-ը իրանք ջեբն է 1%-ը իրանք դնում են շրջանառության մեջ իբր դպրոց են կառուցում մանկապար այդպես չէ այդ 8 տարվա կարել էր մի հատ քաղաք կառուցել քաղաքի կողքը այդ նոր տեղները աշխատած լավ թասիբով գրագետ աշխատակազմ էլի